Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք, Energy մարզասրահից, ես Քնարիկն եմ։ Սիրողական սպորտը ամրացնում է մեր ոսկորները, հոդերը եւ մկանները, այն օգնում է մեզ ավելի լավ ապրել, ավելի երկար ապրել։ Եթերում է մարզվենք միասին հաղորդաշարը։ Այսօրվա իմ հյուրն է ուժային եռամարտի, աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն եւ պարզապես իմ գոլեգա Գառնիկ Բաբաքյոխյանը։ Ողջույն Գառնիկ։ Ողջույն։ Գառնիկ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ուրախ եմ քեզ իմ տաղավարում տեսնել։ Գառնիկ, նախ փորձենք հասկանալ, թե եռամարտը ինչ է այն իրենից ներկայացնում եւ ինչով է տարբերվում ծանրամարտից։ Դե երևի անունը արդեն հուշում է, որ ուժային սպորտաձևերից մեկն է, որի հիմքում դրված է 3 վարժություն, դա կքանից, սեղմում հենարանից եւ ձգում վարժություններն են, իսկ ծանրամարտից երևի տարբերվում է հենց մրցումային վարժությունների քանակով, հա, այսինքն մեր մոտ 3 վարժություն է, իսկ ծանրամարտում 2 վարժություն է, պոկում եւ հլու։ Երբ մրցումների եք պատրաստվում, ինչպես եք պարապում։ Երևի միակ տարբերությունը սովորական պարապմունքներից մրցումներին պատրաստվելու պարապմունքներից այն էր, որ ամեն ինչ հաշվարկով էր արվում, այսինքն թե մարզվելու քաշերը, թե սննդակարգը, որովհետև քաշային կարգ մտնելու համար էլ պետք էր քաշը անձնական պահպանել, դրա համար հստակ հաշվարկով ամեն ինչ արվում էր։ Գառնիկ, դու 18 թվականին դարձել ես Եվրոպայի չեմպիոն, 19 թվականին աշխարհի չեմպիոն։ Ահա, դա ինչ տվեց քեզ, ինչ փոխեց քո մեջ։ Դե առաջինը երևի հասա իմ այն ժամանակվա հիմնական նպատակին, հա, որովհետև ես փոքրուց կամ բոլոր մրցումներս պարտվում էի կամ երրորդ տեղն էի գրավում ու հենց անհամբեր սպասում էի երբ այդ պահը գալու, երբ արդեն սկսելու եմ հաղթել։ Ու երևի ավելի շատ զգում էի պարտավորություն ինքս իմ հանդեպ, որովհետև այդ չափանիշը, որը սահմանել էի, պետք էր համ պահվել, համ փորձեի ավելին հասնել դրանից ու ավելի քրտնաջան էի պարապում։ Իսկ քո ներսում ինչ փոփոխություն եղավ։ Չգիտեմ, ինձ թվում է, այտենց գլոբալ փոփոխություններ չկային, որովհետև ես մի բան ինքս չէի հավատում, որ ես հաղթել եմ, այսինքն Ուկրաինայում էր մրցումը ու հենց մի տեսակ շատ սովորական էր թվում ամեն ինչ, ոչ դաժե ուրախ չէի։ Լրիվ սովորական օրեր, լրիվ սովորական էր ամեն ինչ, բայց երբ արդեն հետ եկանք Հայաստան ու Զվարթնոցում դուրս եկանք այդ դարպասներից, տեսա, որ մարդիկ հավաքվել են, բոլորը ծափ են տալի, արդեն այդ վաղ գիտակցեցի ոնց որ ինչ ա եղել։ Տակիր պահեր, չէ՞։ Հաջորդ տարի քեզ տարան բանակ։ Եվ սկսվեց Չարաբաստիկ պատերազմը, ես գիտեմ, որ դու 44 օրյա պատերազմի մասնակից ես եւ այդ ամենի կիզակետում ես եղել։ Կարող ես պատմել, ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ես հադրութում էի ծառայում, պատերազմը սկսվեց հենց իմ ծառայության 2 ամիսը լրանալու օրը։ Այն օրը էր գնացել։ Կիրակի առավոտ էր, նստած էինք դուրսը սովորականի պես, մեկ էլ սենց խուլ պայթուն լսեցինք ինչ-որ, չհասկացանք սկզբից ինչ էր, հետո արդեն տեսանք ինքնաթիռը օդում ոնց տրաքեց ու մեզ արդեն տագնապ տվեցին ու բարձրացանք դիրքեր։ Ըստ երևույթին չես ուզում շատ այդ մասին խոսել։ Բայց ինչ հետևանքներ թողեց, ինչ հոգեբանական ազդեցություն թողեց քեզ վրա։ Այ երևի հետևանքներից էլ չեմ ուզում խոսալ, որովհետև ամեն դեպքում մամաս նայելու հաղորդումը պետք չի նորից հիշի, լսի այդքանը։ Ամեն դեպքում ինչ-որ հետևանքներ եղել են։ Իսկ կյանքը քեզ համար չփոխվեց, գույները, վերաբերմունքը։ Փոխվեց, բնականաբար փոխվեց, մինչև բանա գնալի ես ինչքան էլ գնահատում էի այն ինչ ունեմ, հիմա մի 10 անգամ ամենակիչը երևի ավելացել այդ ամեն ինչը։ Ես այնքան լավ եմ պատկերացնում, նույնիսկ մեզ համար, ես ինքս որ պատերազմի մասնակից չեմ եղել, ինձ համար էպոխան արդեն փոխվել է պատերազմից առաջ եւ պատերազմից հետո։ Այսինքն ժամանակ բոլորիս համար կիսվեց, ես պատկերացնում եմ քեզ համար ինչքան դժվար է եղել։ Մենք վերջում որ ոնց որ հասկացանք, որ 44 օր ա տևել, զարմացել ենք, որովհետեւ մեզ թվում էր մի 5 ամիսը երևի դեռ ենք շատ դանդաղ էր անցնում ժամանակը։ Դա եղավ պատճառը, որ եռամարտը թողնես։ Թողել եմ ոչ թե եռամարտը, այլ երևի պրոֆեսիոնալ կարիերան, որովհետև ես նույնիսկ պարապում եմ, ուղղակի մրցումներին ելույթ չեմ գալիս հիմա։ Ինչ եղավ պատճառը, որ թողեցիր։ Պատերազմի ընթացքում 25 կիլոնի հարել էի, ուժս, քաշս սաղ կորել էր, ոնց որ հիմա մի տարի է ինչ այդ եմ եկել։ Թուլացել էիր։ Հա։ Ես հիմա նոր-նոր քիչ-քիչ վերականգնվում եմ, հələ մի տարին չի լրացա ինչ հետ եմ եկել բանակից։
Դրա համար ապագայում կարող է եւ դուրս գա մրցումների նորից։ Իսկ ինչպես ես հիմա ավայելում կյանքը։ Հիմա աշխատում եմ, իմ սիրած գործով եմ զբաղվում։ Մարզիչ ես, գիտեմ, կոլեգա։ Հիմա միասին հետաքրքիր կպարապենք եւ կարծում եմ այսօր բավականին հետաքրքիր կստացվի իմ հաղորդումը, որովհետեւ հենց մարզիչի հետ պիտի պարապեմ։ Գառնիկ, իսկ սիրում ես ունես սիրածայակ։ Չէ։ Ահա, երբեք չես սիրել։ Չէ։ Երբեք։ Չգիտես դա ինչ զգացում է։ Ոյ, հետաքրքիր է։ Նման ոչինչ։ Լավ, ում կասես հիմա, որ շատ է սիրում, դե չեմ ասում։ Էակը, հակառակ սերին։ Ընտանիքիդ։ Ամբողջ ընտանիքին չենք առանձնացնում։ Քրոջս։ Քրոջդ, ինչ հետաքրքիր է, ես մտածում եի կասես մայրիկիդ։ Շատ հետաքրքիր է։ Լավ, Գառնիկ, այժմ կարող ենք կարծում եմ սկսել եւ ես վստահ եմ, որ այսօր իսկապես շատ թեժ, կրակոտ եւ հետաքրքիր պարապմունք ենք ունենալու։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, հագեք ձեր հարմար հագուստները եւ միացեք մեզ։ Ես վստահ եմ, որ այսօրվա պարապմունքը արդյունավետ է լինելու։ Ձգվում ենք վերև, Գառնիկ։ Ողջաշարը ուղում ենք, ձգվում ենք վերև ձեռքերով, գլուխը բերում ենք առաջ, ձեռքերը տանում ենք հետ, պահում ենք, որովայնի մկանները սեղմում ենք հետ, ուղղվում ենք, գալիս ենք առաջ, շարունակում ենք որովայնի մկանները սեղմել հետ, գալիս ենք առաջ, ծնկները փորձում ենք ձիգ ամուր պահել, հասնում ենք ստեպին եւ ձգվում ենք գլուխը մտցնելով ձեռքերի մեջ։ Պահում ենք 4, 3, 2, 1 եւ ուղղվում ենք։ Նորից ձգվում ենք, գլուխը առաջ, սեղմում ենք հետ ձեռքերը, որովայնի մկանները սեղմում ենք հետ, գալիս ենք առաջ, փորձում ենք ծնկները ուղիղ պահել, ձեռքները դնում ենք ստեպի, գլուխը մտցնում ենք ձեռքերի մեջ, պահում ենք 4, 3, 2, 1, ուղղվում ենք։ Պարանոցիկվի սարսուջան հետևի լապտանում, Գառնիկ հետևի, ահա, լսում ենք մեր ճճտոցները համենետպես, ես մեծ բուլան բյուչի գիտեմ, ճճճճճ, սիրելի հաստատիտողներ, այս ճճտոցներից ես միևնույն է չեմ կարողանում ազատվել, ահա, ուսերով ստվում ենք աշխատել, մեծ ամպլիտուդայով, և նորից հիմա սովորական ուսերով գալիս ենք առաջ և մեծ ամպլիտուդայով գալիս ենք առաջ կատարում ենք կողպեք ձեռքերդ, ու իջնում ենք 4, 3, 2, 1, 4, 3, 2, 1, ուղղվում ենք, ոտքերը լայն, ոտնը թաթերը ուղիղ, կողքից կողք, ահա մեջքը մաքսիմալ ուղիղ, և 4, 3, 2, 1 և ձեռքերը հասցնում ենք ոտնը թաթերին, մեջքը մաքսիմալ ուղիղ, և 4, 3, 2 և 1 ուղղվում ենք, 4, 3, 2, 1, միած սկսեցինք, 4, 3, 2, 1 և գնաց կողքից կողք, դարդ։ Ստոպ։ 4, 3, 2, 1 գնաց կողքից կողք։ Երկու, ստապ, ապ, սկոտ, ձեռքերը դրեցինք հետ, սայդ, սայդ, push up, pick up, squat,
push up, side, side, push up, up, squat, push up, side, side, up, squat, push up, side, side, Virginia, squat, push up, side, push up, squat, jump. Հիշում ենք, որ ծնկները ոտնաթաթերից առաջ չպիտի ընկնի, ոտքերը 90 աստիճան, մեջքը սեղմացած, գառնիկ ինչպես ես։ Լավ։ Երջանիկ ես թե չէ։ Ասա գառնիկ երջանիկ ես թե չէ։ Գլացանք։ Ոտքը կողք չոց հաշիվ և չորդ հաշիվ փուշապ պատրաստ ես։ Ելացինք, մեկ, երկու, երեք, չորս, yes, 1, 2, 3, 4, գնացը, մեկ, երկուս, երեք, չորս, 1, 2, 3, 4, գնացը, 1, 2, 3, 4, մեկ, երկու, երեք, չորս, մեկ, երկու, երեք, չորս վերջինը, մեկ, երկու, երեք, չորս պահում ենք, աջ ձեռքը պահում ենք, կողք, մեսա, պահում ենք, կողք, դրեցինք, աջ ոտքը պահում ենք, Ձախը, լավ ես կալնենք, սկսում ենք ուսագոտու մկանների աշխատանքը, մեջքը ուղում ենք, մարմնով գալիս ենք առաջ, ծնկները փափուկ է, այս դեպքում այսինքն չենք ուղում, փափուկ է, տեսեք, արտաշնչելով բարձրացում ենք ձեռքերը վերև և շնչելով իջեցնում ենք, այնուհետև ափերը բացում ենք, ձգում ենք դեպի մեզ արտաշնչելով և շնչելով իջեցնում ենք, գառնիկ պատրաստ ես, սկսեցինք սիրելի հեռուստադիտողներ, ստարտ և ձգում ենք, հիշում ենք մաքսիմալ ուսագոտու մկանները սեղմեք հետ, ծնկները փափուկ, հրաշալի վարժություն է, Նամանավանդ գառնիկի մարմինի վրա կարծում եմ այս վարժությունը բավականին գեղեցիկ տեսք ունի, չէ գառնիկ։ Ասա, որ լավն է գառնիկ։ Շատ լավն է։ Վերջին անգամ։ Ստոպ։ Դնում ենք ծանրագնդերը, ուսագոտու մկանի ձգում, գեղեցկություն, մեսը, չքնաղություն։ Հիմա պիտի կատարենք ձեռքի երգլխանի մկանի աշխատանքը, biceps curl, տեսեք միաժամանակ մի ձեռքը պահում ենք ստատիկ, այս դեպքում աշխատեցնում ենք կենտրոնական դելտոիդը, մյուս ձեռքով կատարելու ենք biceps curl, ձեռքի երգլխանի մկանի աշխատանքը, արտաշնչելով ձեռքը ծալում ենք և շնչելով բացում ենք, որպեսզի ֆիքսենք նախաբազուկային հատվածը, արմունկը սեղմեք մարմնին, այդպես շատ ավելի հեշտ կլինի ձեզ համար աշխատել, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, ստատիկ վարժությունները շատ կարևոր են մեզ համար, որովհետև ստատիկ վարժությունների ժամանակ ամբրանում են մեր ջլերը, կարծում եմ գառնիկը նույնպես դա շատ լավ գիտի, 4,
3 2 եւ stop թույլատրում ենք ահա եւ մյուս կողմով կարմիր պատրաստ ես գնացինք biceps curl ժպիտով երջանիկ հիշում ենք որ սիրողական ֆիթնեսի ժամանակ մեր օրգանիզմը արտադրում է բազում երջանկության հորմոններ դա անընդհատ պետք է հիշենք սիրելի հեռուստադիտողներ Էլ ինչ է մեզ պետք երջանիկ լինել չէ Գառնիկ Այո Մենք բոլորս էլ սիրում ենք կյանքը եւ բոլորս էլ ուզում ենք պարզապես երջանիկ լինել Երեք, երկու և ստապ դրեցինք ծանրագնդերը թուլացնում ենք ձեռքի երգլխանի մկանը նորից ուսագոտու մկանը, որովհետև մենք ուսագոտու մկանը նորից աշխատեցրեցինք ձեռքի երգլխանի մկանը bicep stretch and shoulder stretch ահա, գեղեցկություն Գառնիկ Բայց 5 4 3 2 stop Հիմա այս պահին պետք է աշխատացնենք որովայնի թեք մկանները Միշտ եմ չէ Գառնիկ Որովայնի թեք մկանների աշխատանք սիրելի հեռուստադիտողներ Գնացինք start Կարևորը ժպիտով Եվս 8 7 6 5 4 3 գեղեցկություն stop Քանի որ սկսեցինք որովայնի թեք մկանների աշխատանքը մենք պիտի մի փոքր շարունակենք այդ աշխատանքը նորից մարմինը 40 աստիճան եւ գնում ենք ձեռքը հասցնում ենք ոտնա թաթին 8 7 6 5 4 3 2 Մեկ գեղեցկությունոտ, 7, 6, 5, 4, 3, 2, մեկ պահում ենք, 8, 7, 6, 5, 4, 3, 2, մեկ, ես երջանիկ եմ, 7, և 6, և 5, և 4, և 3, և 2, և մեկ, ուղղվեց, 8, 7, 6, 5, 4, 3, 2, մեկ, եվս 8, և 8, և 7, և 7, և 6, և 6, և 5, և 5, և 4, և 4, և 3, և 3, և 2, և 2, և ստապ։ Շարունակում ենք որովայնի մկանի աշխատանքը արտաշնչելով ձգվում ենք և շնչելով իջնում ենք, գնացինք։ Եվս մեկ, և ստապ, լավ ես Գառնիկ, ձեռքերը դնում ենք նստատեղի տակ, հիմա Գառնիկ տես, պիտի պոկենք, ոպ, ու ծանենք, պատրաստ ես, սիրելի հեռուստադիտողներ հուսամ դուք էլ եք պատրաստ և մեծ հույս ունեմ, որ մեզ հետ միասին պարապում ենք, գնացին Գառնիկ, ստարտ։ Ստոպ, սկսում ենք մեջքի մկանների աշխատանք, տեսեք հակառակ ձեռքը և հակառակ ոտքը, ազդրը, ուսը և կրծքավանդակը միաժամանակ բարձրացնում ենք արտաշնչելով և շնչելով իջեցնում ենք, բարձրացնում ենք արտաշնչելով և շնչելով իջեցնում ենք, պատրաստ ես Գառնիկ, սկսեցինք, ստարտ։
Եվս 8, 7, 6, 5, 4, 3, 2 եւ ստոպ։ Ոտքերը թողնում ենք հանգիստ, աշխատել ենք միայն ուսերով եւ կրծքավանդակով։ Արտաշնչելով ձգվում ենք եւ շնչելով գալիս ենք։ Պատրաստ ես։ Ստարտ։ Եվ վերջին վարժությունը ստատիկ է, և կրծքավանդակը, և ուսերը, և աստրերը պոկում են հատակից։ Պատրաստ ես, գնացինք։ Եվս 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 և ստոպ։ Ուղում ենք մեջքը, ձախ ձեռքը ուսին հավասար, մի փոքր բարձրացնում ենք, գրկում ենք, և փորձում ենք ուղղել։ Շատ ապրես։ Սեղմում ես որովայնի մկանը գառնիկ, սեղմում ենք ու պահում։ 4, 3, 2, 1։ Մյուս կողմից բռնում ենք, մի փոքր իջեցնում, սեղմում ենք որովայնի մկանը, ուղղում ենք ողնաշարի մկանները, պահում ենք 4, 3, 2, 1։ Ձեռքերը դնում ենք ծոծրակին, բերում ենք առաջ վրանոցը։ Փորձում ենք հասնել հատակին։ Բացում ենք աջ ձեռքը։ Կենտրոն ձախը։ Այնուհետև բռնում ենք ձախ ոտնաթաթը, փորձում ենք ձգվել։ Այնուհետև աջ ոտնաթաթը փորձում ենք ձգվել։ Ձեռքերը խաչում ենք։ Աջ ոտքը ծալում ենք 90 աստիճան, փորձում ենք գալ առաջ։ Այնուհետև բռնում ենք ոտնաթաթը գառնիկ, փորձում ենք ձգվել դեպի այն։ Այնուհետև ծալում ենք ոտքը։ Թեքությամբ ենք ձգվում։ Եվ մյուս ոտքով ենք աշխատում 90 աստիճան։ Ձախը աչը հետ, գալիս ենք առաջ։ Բռնում ենք ոտնաթաթը, ձգվում ենք դեպի այն։ Ծալում ենք ոտքը, ձգվում թեքությամբ գառնիկ։ Այնուհետև նստում ենք խաչաձև։ Գալիս ենք առաջ։ Գնա առաջ։ Չէ, գնա։ Այնուհետև սիրելի հեռուստադիտողներ, ոտնաթաթերը միացնում ենք իրար, միացրու իրար, բռնի ոտքերդ ու գնում ենք առաջ։ Եթե տանը կա ինչ-որ մեկը, ով կարող է ձեզ օգնել, թող ձեզ ահա այսպես սեղմի։ Ոտքերը նույնպես։ Այնուհետև ոտքերը լայն բացում ենք։ Գալիս ենք առաջ։ Գրկում ենք ձախ ոտնաթաթը, ձգվում դեպի այն։ Գրկում ենք աջ ոտնաթաթը, ձգվում դեպի այն։
Այնուհետև միացնում ենք ոտքերը, Գառնիկ լավ է։ Ձգվում ենք հետ։ Շնորհակալ եմ Գառնիկ ջան քո մասնակցության համար։ Իսկապես ունեցանք բավականին հետաքրքիր եւ արդյունավետ պարապմունք։ Շնորհակալ եմ։ Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք ցտեսություն։